Ողջույն արգել հետևորդներ, ձեզ հետ ինչպես միշտ Խաչիկն է եւ այսօր պատրաստելու ենք շատ համեղ կարկանդակ, որը իր մեջ ներառելու է պանիր, կաթնաշոր եւ այլն։ Արագ անցնենք գործի, մանրամասն բացատրեմ։ Այսպիսով կարկանդակի խմորի համար մեզ անհրաժեշտ է մաղված ալյուր, բոլոր չափաբաժինները կթողնեմ տեսանյութի ներքևի հատվածում, 1 հատ ձու, արագ պատրաստվող խմորիչ, ակտիվացող խմորիչ, այսինքն նախ շաքարավազ, բուսայուղ, կաթը գոլ վիճակում պետք է լինի եւ երևի թե վերջ։ Իսկ միջուկի համար մեզ անհրաժեշտ է լինելու կաթնաշորի եւ աղի պանրի խառնուրդ, որը ես միանգամից անցկացրել եմ քերիչով։ Անհրաժեշտ է թարմ համեմ կտրատված, ըստ ցանկության կարող եք նաեւ չավելացնել եւ սև պղպեղ։ Արագ անցնենք խմորը պատրաստելու։ Այսպիսով մոտ 30-40 աստիճան ջերմության գոլ կաթին, որևէ դեպքում տաք կաթ չեք վերցնում, տաքությունը սպանում է խմորիչը, դա չի կարելի։ Գոլ կաթին ավելացնում ենք խմորիչը, ավելացնում ենք շաքարավազը, սա լավագույն եռյակն է, որը նպաստում է, որ խմորիչը էլ ավելի լավ ակտիվանա։ Խառնում ենք այսպես եւ կթողնենք մոտ 5-10 րոպե, մինչեւ պղպջակները առաջանան, ակտիվանա միանգամից խմորիչը եւ կհամոզվենք, որ այն գործող է նաեւ ձեռքի հետ։ Հարգելի հետևորդներ, մեզնից պահանջվեց բառի սուղ իմաստով 2-3 րոպե, տեսեք թե արդեն ինչ գլխարկ է ձևավորվել եւ ինչ պղպջակներ են առաջանում։ Սա նշանակում է, որ անիմաստ է սպասել է, շարունակենք աշխատել։ Միանգամից այստեղ ավելացնում ենք 1 հատ ձու, թաց բաղադրիչները խառնում ենք միմյանց, ավելացնում ենք բուսայուղը, այսպես, եւ խառնում ենք այնպես, որ ձուն հարվի եւ համասեռ զանգված ստանանք, վերջ, դնում ենք մի կողմի վրա, հիմա մի փոքր այս կողմ և առաջ ենք բերում արդեն ալյուրը, ալյուրին միանգամից ավելացնում ենք աղը, մի հատ այսպես կխառնենք, այսպես, հոսիկ ենք անում էջտեղում, և ավելացնում ենք բոլոր թաց բաղադրիչները միանգամից, այսպես, խառնում ենք և հունցում ենք շատ փափուկ, փափլիկ, այսպես ասած, ձեռքերին չկպչող խմոր, սկզբից գթալով, ինչպես միշտ, հետո արդեն ձեռքերով գորգի վրա։ Տեսնում եք, այսպիսի փափկության խմոր մոտավորապես կլինի, մի փոքր ավելի պինդ, կլինի այն խմորը, որը պատրաստվում է մատնաքաշ հացի համար, մի փոքր ավելի փափուկ տարբերակով։ Կավելացնենք մի քիչ էլ ալյուր, շատ չէ։ Խառնում ենք և տեղափոխում ենք այս ամենը արդեն գորգի վրա։ Ինչպես նկատում եք, շատ չեմ վերցրել, խմորը շատ չեմ պատրաստում, այսինքն ալյուրը և մյուս քանակությունները քիչ են, նախատեսված են 1 կարկանդակի համար կլոր, ընթացքում կհասկանաք և կտեսնեք ամեն բան ինքներդ, այսպես խառնում ենք, մի քիչ էլ ալյուր, և կարծում եմ բավական է, երբեք խմորը ալյուրով չխեղդեք, խմորը պետք է շնչի, պետք է լինի միշտ շատ փափուկ, բացառությամբ 1-2 բաղադրատոմսի, այսպես, տեղավորում ենք նույն աքսեի մեջ, մի քանի կաթիլ բուսայուղ կլցնենք հատակին, կտարածենք այսպես, կդնենք և կծածկենք սննդային աղանդով, կհանդիպենք մոտավորապես
հաշվի առնելով, որ արագ լուծվող խմորիչ է, մոտարապես 30 րոպեն մեզ բավական է։ Այդ ընթացքում պատրաստենք միջուկը, ինչպես նշեցի, վերցրել եմ հայկական աղի պանիր և կաթնաշոր, հիանալի համադրություն է կազմելու, ավելացնում ենք այս ամենին կտրատված թարմ համեմը և սև պղպեղը։ Նաև պատկերացրեք, թե ինչ է ստացվելու արդյունքում, կարող եք մեկ հատ ձու էլ ավելացնել, ըստ ցանկության, որ կպչունություն հաղորդվի միջուկին, կամ միայն դեղնուց, կամ միայն սպիտակուց, ես ոչինչ չեմ ավելացնելու, ինձ այս ամենը հենց այսպես լիովին բավական է, նորմալ է և կտեղափոխենք հիմա կամ սառնարան, կամ կթողնենք սեղանին մինչև խմորի հասունանալը։ Այսպես անցավ մոտ 40-50 րոպե, մենք նկատում ենք, որ խմորը բարձրացել է մոտ 2 անգամ, ոչ ավել, այժմ գորգին ալուր ենք լցնում, մի փոքր, այսպես կտարածենք և կդնենք խմորը արդեն գորգի վրա, կտանք տեսք, տալու ենք կլորավուն տեսք կարկանդակի, այսպես հենց մատներով միանգամից բացում ենք, այսպես, որից հետո մեջտեղից լցնում ենք ամբողջ միջուկը, կարող եք 2 հատ փոքր պատրաստել, միջուկը կիսել 2 մասի, ինչպես ձեզ հարմար է, ես գերադասում եմ 1 ամբողջականը պատրաստել, բերում ենք առաջ, այսպես, սեղմում ենք մի թեթև միջուկը և բոլոր կողմերից փակելով, այսպես, տալիս ենք գնդի տեսք առայժմ, շատ հիանալի խմոր է ստացվել, շատ փափլիկ, լավ ամրացնում ենք, թեթև այսպես սեղմում, տեսնում եք ծալքերը փակվեցին անմիջապես, որից հետո զգուշորեն շրջում ենք, շատ զգուշ, այսպես և դնում ենք ջեռոցի համար նախատեսված ապակի վրա, 2 յուղաթուղթ եմ ինչպես միշտ փռել և ձեռքերի օգնությամբ բացում ենք, տարածում ենք միջուկը և տալիս ենք կլոր տեսք, այսպես։ Հիմա մի քանի տեղից այսպես կծակծկենք, որպեսզի շատ չուռի, այլ ունենա կարկանդակի տեսք, գեղեցիկ, կլորավուն, այսպես բավական է։ Վերցնում ենք 1 ձու, կարող եք վերցնել ձվի դեղնուց և կաթ, ես ընտրեցի 1 ձուն, այսպես հարում ենք և մի լավ քսում ենք վրայից, որից հետո այս ամենը ուղարկում ենք ջեռոց, թխվելու 150-ից 180 աստիճանի ներքո 20-25 րոպե առավելագույնս։ Կհանդիպենք արդեն պատրաստ լինելուն պես, ես կցուցադրեմ վերջնական արդյունքը, տեսքը, իզեզ ասում եմ մինչ նոր հանդիպում։